Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մեհրաբյանը։ Պարոն Մեհրաբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, քանի որ մոտ 2 տարի ղեկավարել եք մեր զինված ուժերի համար շատ կարևոր նշանակություն ունեցող մի կառույց, կուզեմ այսօրվա մեր զրույցի մեծ մասի ժամանակ քննարկենք հենց ռազմաարդյունաբերության ոլորտի մեր այսօրվա ձեռքբերումները եւ ինչու՞ չէ գուցե նաեւ բացթողումները։ Պարոն Մեհրաբյան, ինչպես հայտնի է 23-25 թվականներին ռազմաարդյունաբերության ձեռնարկությունները մոտ 171 միլիարդ դրամի պատվեր են ստացել Պաշտպանության նախարարությունից, քանի որ այդ ժամանակահատվածի մի մասը նաև ձեր պաշտոնավարման ժամանակ է եղել, կարծում եմ կունենաք մեզ ասելիք եւ մասնավորապես ինչ ընթացքի մեջ են այսօր այդ պատվերների կատարումը, հասցնում են եւ այն գրաֆիկը, որը նախատեսված է այդ սահմանված ժամանակահատվածում կլինի այդ ռազմամթերքը կհասնի զորքեր թե ոչ։ Շնորհակալություն, առաջ հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից հրավերի համար։ Ես կփորձեմ մի քիչ պատմել ռազմաարդյունաբերության պատմության մասին եւ կանդրադառնանք նաեւ այդ հարցին։ 2019 թվականին ռազմաարդյունաբերության կոմիտեն ձևավորվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տակ որպես կոմիտե, մինչ այդ ինքը Պաշտպանության նախարարությունում որպես վարչություն էր, եւ 19 թվականից ի վեր սկսվեց շատ մեծ ուշադրություն դարձվել ռազմաարդյունաբերության համար եւ հիմնական աշխատանքը, որը կատարում էր ռազմաարդյունաբերության կոմիտեն, դա գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորումն էր, որի վրա հսկայական գումար պետությունը ներդրեց ռազմաարդյունաբերության զարգացման համար գիտական աշխատանքների եւ 2023 թվականին հասկանալով արդեն մեր պոտենցիալը, ունենալով մեր շուրջ ռազմաարդյունաբերության կոմիտեի շուրջ այն կազմակերպությունները, ովքեր արդեն ունեն որոշակի արտադրատեսակ, որոնք անցել են պետական փորձարկումներ, կառավարության կողմից որոշում կայացվեց, որ ֆինանսավորվի սերիական արտադրության ֆինանսավորումը։ Եվ 2023 թվականից ֆինանսավորվեցին մոտ 171 միլիարդ դրամի գումար հատկացվեց եւ աշխատանքները կատարվում են մինչ օրս, այո, եւ ավարտը որոշակի կազմակերպությունների ըստ իրանց գրաֆիկի կավարտի 2026 թվականին, ասեմ ձեզ, որ ունենք շատ լավ ընթացք, կազմակերպությունները կատարում են իրենց պարտավորությունները, այո, կան նաև որոշակի խնդիրներ, մատակարարման հետ կապված, այսինքն կոմպոնենտների հետ կապված խնդիրներ կային, որտեղ արդեն կազմակերպությունները հաղթահարեցին այդ բոլոր խնդիրները եւ այսօրվա դրությամբ մենք ունենք այն, ինչ որ չունեինք մինչեւ 18 թվականը, այսինքն մենք ունենք այսօր այս պայդրությամբ Հայաստանի Հանրապետությունում զարգացող ռազմաարդյունաբերություն, որը իմ կարծիքով ունի շատ լավ ապագա եւ այս ամենը ինչ որ անում է պետությունը մեր ռազմաարդյունաբերողների համար, նպատակը մեկն է, որ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերողները բացի մատակարարելը մեր պետության պահանջարկներին, նաեւ փորձենք կատարել արտահանումներ։ Պարոն Մեհրաբյան, եթե չեմ սխալվում 24 թվին ռազմաարդյունաբերության ոլորտին, այդ փորձակոնստրուկտորական, գիտահետազոտական ոլորտին հատկացվել էր 5.8, մոտավորապես 5.8 միլիարդ, բայց այդ տարվա ընթացքում կարծես թե փաստացի ծախսվել էր դրա մի մասը 1.5 միլիարդը։ Եթե այս թվերի մեջ կսխալվեմ, դուք կարող եք ինձ ուղղել, իհարկե։ Կատարողականը շատերի գնահատմամբ նաև քանի որ դուք իշխող խմբակցությունից եք, ձեր քաղաքական օպոնենտների նաև գնահատմամբ այդ թերակատարում կա այդ ոլորտի եւ նրանք դրա մասին մի քանի անգամ շեշտել են։ Ինչով է պայմանավորված այս թերակատարումը, որն է խնդիրը, ավելի շատ բյուրոկրատական քաշքշուքի հետևանք է, թե մենք դեռ այդ գիտահետազոտական այդ բազան անհրաժեշտ չունենք, որպեսզի ինքը կարողանա այս գումարը ընկալի իր մեջ, կլանի, այսպես ասած։ Տեսեք, 2023 թվականի որ դուք նշեցիք, 2023 թվականին ռազմաարդյունաբերության կոմիտեն ուսումնասիրել է տասնյակ հայտեր, այսինքն գիտական ոլորտի կողմից մեզ
մոտ 70-ից ավել գիտական աշխատանքների հայտեր ենք ունեցել, որը պարզ է մենք որպես ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ այն ժամանակ մենք այդ ընթացակարգ գոյություն ունեն, մենք շրջանառում ենք ցանկացած գիտական աշխատանք մեր ուժային կառույցների հետ համագործակցելով, հասկանալով թե ինչ այդ տվյալ արտադրատեսակը, որը կա, որը առաջարկվում է կներեք որպես գիտական աշխատանք, մեր որքանով է ակտուալ, կիրառելի է, մեր ուժային կառույցներին դա պետք է, թե ոչ, այսինքն ու այդ ամեն ինչը ֆիլտրվում էր, այսինքն աշխատանքը կատարվում էր հսկայական, հայտերը գալիս էին շատ մեծ քանակի հայտեր էին գալի, բայց 70 հայտից, ու ես ձեզ մոտավոր ինչ որ թվեր եմ ասում, հա, կարող է հաստատվեր 5-ից 6 գիտական աշխատանք։ Պարզը նաև ունեինք որոշակի խնդիր դնելու, այսինքն ռազմաարդյունաբերության կոմիտեին խնդիր պետք է դրվեր, թե ինչ ուղղություններով ենք մենք սկսում մեր աշխատանքները։ Ունեցանք որոշակի խնդիրներ, որ լուծենք մենք, սակայն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը այդ գիտական ուժը ինքը չուներ, այսինքն անընդհատ մեղադրել պետությանը, որ թե գումարը տալիս ենք, բայց չեն կատարում, մի քիչ այդքան էլ ճիշտ չի, որովհետև նաև մենք պետք է հաշվի առնենք, թե մեր գիտնականները ինչ մակարդակի են։ Այսինքն տենց կանգնել ասել, թե ֆինանսավորում չի արվել, ոչ, մենք ուշադրություն ենք դարձրել բոլոր գիտական աշխատանքներին, սակայն նաև մեր ուժային կառույցները դրանց տվել են գնահատական, դա արդիական է թե ոչ։ Իսկ բացառում եք, որ հենց ուժային կառույցները կարող են ինչ-որ պահի թերանալ, գուցե նրանք ճիշտ adekvat չընկալել ժամանակակից պատերազմական գործողություններում տեղի ունեցող միտումները եւ ըստ դրա այդ համարժեք պատվերները չհիշեցնել, համարժեք խնդիրը չդնել ռազմաարդյունաբերության ձեռնարկությունների առջև։ Չէ, չեմ ասի, որովհետեւ այսօրվա դրությամբ մեր պաշտպանության նախարարությունը հսկայական ռեֆորմներ է անում, հա, եւ կրթական, հա, եւ բոլոր ուղղություններով ու այս մենք ասած ասեմ 23 թվականին մեր համար լիքը խնդիրներ կար, այսինքն գիտնականների հետ շփման հետ կապված հարցեր կային, այսինքն այսօրվա դրությամբ արդեն այդ խնդիրը չկա, պաշտպանության նախարարությունը արդեն հստակ կարողանում է ձևավորում է այն պահանջարկը, որ ինչ է պետք մեր պետությունը անվտանգ պահելու համար, այդ իսկ պատճառով գիտական աշխատանքները գնալով ավելի թիրախային էին դառնում, միգուցե իրանք հայտերը քիչ էին լինում, դա նորից եմ կրկնում, դա մեր գիտնականների կարողությունների հետ կապված էր այդ խնդիրը, այդ իսկ պատճառով նաև մենք փորձում էինք դրսի մեր սփյուռքահայության հետ էլ կապ հաստատել եւ իրանց հետ էլ փորձել որոշակի աշխատանքներ կատարել եւ ասեմ դες 23 թվականին մենք ունեցանք նման պրոյեկտներ սփյուռքահայ մեր գիտնականների միջոցով մենք կատարեցինք աշխատանքներ, այսինքն ստեղ մի քիչ ասել որ պաշտպանության նախարարությունն է թերացել կամ մի քիչ դա սխալ է, նման բան չկա, այսինքն մենք պետք է հասկանանք ու գնահատենք մեր պոտենցիալը, այսինքն գիտնականների ու նաև ինչու՞ չէ, նաև խնդիր դնողի այո կա որոշակի գիտնականը, որը որ կոնկրետ ռազմամթերք կամ ինչ որ սարքավորում է մշակում, նա կարող է ինչ որ մի քանի անգամ սխալվել, կարող է կոնկրետ այդ առաջին փորձը անհաջող լինի, երկրորդ անգամ փորձը, երրորդ անգամ։ Մենք հասկանում ենք, որ դա հսկայածավալ նաև ռեսուրսներ է պահանջում։ Նրանք խնդիր ունեն ռեսուրսների, թե պետությունը ապահովում է ըստ անհրաժեշտության համարժեք ռեսուրսներով, ինչքան որ պետք է կարող է դիցուկ արտադրողը ծախսել, փորձել, հասկանալ, ինչեւ որ գա, այսպես վերջնական պրոդուկտ ստանա։ Նա այդ խնդիրը ունի թե չունի։ Տեսեք, հետազոտական աշխատանքների ֆինանսական գնահատումը տալիս է հայտատուն է տալի։ Այսինքն, երբ որ տվյալ գիտական աշխատանքը մենք համարում ենք, որ դա արդիական է ու մեզ պետք է, եւ այն ֆինանսը, որը տվյալ գիտնականների խումբը ներկայացրել է, պետությունը ֆինանսավորում է, այսինքն տենց խնդիր մենք չենք ունեցել, որ գիտեք ինչ կա տվյալ աշխատանքը շատ կարևոր է մեր պետության համար, բայց մենք այդ ֆինանսը չունենք, ֆինանսի խնդիր երբեք չի եղել։
Այսինքն ու մենք ինչ ենք արել տվյալ ու ցանկացած գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ, մենք փորձել ենք փուլերի, այսինքն փուլերով են իրանք արվում ու ամեն փուլերի ժամանակ մենք նաեւ հետեւողական տանում ենք աշխատանքներ, թե տվյալ աշխատանքը ինչ փուլ է հասել։ Սակայն ես ուզում եմ նշել, որ ամեն գիտական աշխատանք չէ, որ ինքը ունենում է վերջնական դրական արդյունք։ Այսինքն նաև կարող է լինել, որ տվյալ պրոյեկտը հաստատվի, բայց գիտական աշխատանքների ընթացքում նենց խնդրի առաջ կանգնեն մեր գիտնականները, որ այդ ուղղությամբ շարժվելը արդեն դառնա անհնար։ Ես ինչու այդ հարցը տվեցի, որովհետև ժամանակ առ ժամանակ ես տեսնում եմ կան առանձին արտադրողներ, ընկերություններ կամ անհատներ, հիմնականում ընկերություններ, որոնք ասում են, որ ինքը ստեղծել է X նմուշ, բայց պաշտպանության նախարարությունը կարծես թե բավարար ուշադրություն չի դարձնում այդ նմուշին, մինչդեռ այդ կոնկրետ այդ պրոդուկտը կարող էր հսկայական մարտական խնդիրներ լուծել։ Նման իրավիճակներ բազմաթիվ են եղել, նման իրավիճակներ, այսինքն մարդիկ, ովքեր պատերազմից հետո, հատկապես պատերազմից հետո, իրանց հայրենասիրությունից բխելով հսկայական աշխատանքներ են կատարել մարդիկ ու ստացել են որոշակի պրոդուկտներ, իրանց կարծիքով դա եղել է լավագույն նմուշները, բայց մեկ այդ ժամանակ այդ բոլոր նմանատիպ մարդկանց մենք ուշադրություն ենք դարձրել եւ փորձել ենք իրանց արտադրել այն ինչու իրանք ստեղծել են, փորձել հասկանալ թե ինչի մասին է խոսքը գնում, ցանկացած զենք ճիշտ հասկացեք, դա նես չի որ դու ստեղծեցիր, սարքեցիր ու պետությունը պարտավոր է դա գնել, չէ, դա process է, դա պետք է տվյալ զինատեսակ անցնի պետական փորձարկումներ, նաև զորային փորձարկումներ, հսկայական նաև այլ կլիմատիկ փորձարկումներ, որից հետո արդեն գնահատական է տրվում։ Այսինքն մենք Հայաստանի Հանրապետությունում այսօր չունենք մի զինատեսակ, որը անցել է պետական փորձարկում ու մեր պաշտպանության նախարարությունը տվյալ կազմակերպության հետ պայմանագիր չունի կնքած։ Այսինքն դա բացառված է։ Այսինքն որտեղ պրոդուկտը, որը պետք է, որը գնացել է պետական փորձարկման, ինքը արդեն պետք է շարունակական գնա արդեն սերիական արտադրության փուլ անցնի։ Այդ իսկ պատճառով նայեք, նաև կային մարդիկ, ինժեներներ, որոնք ունեին փորձանմուշ, սակայն պետական փորձարկում եւ զորային փորձարկում անցնելու համար իրանք ֆինանսական հնարավորություն չունեին։ 2023 թվականին մենք ռազմաարդյունաբերության կոմիտեի ֆինանսավորման, այսինքն աշխատանքների նոր կետ ավելացրեցինք, դա փորձանմուշների ֆինանսավորման բաններ, տողներ, որը թույլ էր տալի պաշտպանության նախարարության դրական պատասխանից հետո, երբ որ տվյալ պրոտոտիպը մեր պաշտպանության նախարարությանը պետք է կամ ուժային կառույցներից որից է մեկին, ռազմաարդյունաբերության կոմիտեն արդեն փորձարկումների համար, համ պետական, համ զորային փորձարկումների համար պահանջվող բոլոր քանակի ֆինանսավորումը արդեն պետությունը վերցնում է իր վրա, դրանից հետո արդեն բոլոր փորձարկումները անցնելուց հետո արդեն անցնում են սերիական արտադրություն։ Հնարավոր է մի իրավիճակ, երբ որ տեղական արտադրողը առաջարկում է ինչ-որ մի նմուշ, սակայն այդ նմուշից նաև տարբերակ կա արտասահմանից արտերկրից ներկրելու եւ այն ընկերությունը, որը զբաղվում է օրինակ դրա ներկրմամբ, ինչ-ինչ լոբիստական հնարավորություններ իր ֆինանսական կապեր օգտագործելով կարողանա հասնել այն բանի, որ տեղական արտադրողին մենք անտեսենք, ինքը սկսի դա դրսից ներկրել։ Մինչ օրս նման դեպք չի եղել, ես նորից եմ ուզում կրկնվեմ, Հայաստանի Հանրապետությունում բոլոր ապրանքատեսակները, որոնք անցել են պետական փորձարկումներ եւ այս պայդրությամբ արդիական են, պաշտպանության նախարարությունը ունի իրենց հետ կնքված պայմաններ։ Պարոն Մերաբյան, ինչքանով որ կարող եք դա բարձրաձայնել, եթե դա պետական գաղտնիք է, կարող ենք իհարկե սա շրջանցել, այս պահին կարող ենք ասել, մեր սպառազինության ռազմական տեխնիկայի, մեր արսենալի քանի տոկոսն է կազմում տեղական արտադրանքը։ Թեկուզ մի անգամ այդ հարցը ինձ տվել են, հա, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով մոտ 10%, բայց մենք ունենք որոշակի զինատեսակներ, որը ամբողջությամբ մատակարարվում է Հայաստանի Հանրապետության արտադրության։ Այսինքն դրսից չենք ներկրում, կոնկրետ այդ զինատեսակը միայն տեղական արտադրողն է։ Մենք վերջին տարիներին կնքել ենք պայմանագրեր տարբեր երկրների հետ,
որոշակի սպառազինություններ ձեռք բերելու, որոնց մարտապաշարը, ասենք նույն տրամաչափը, տեսակը չի համապատասխանում ավանդական տարիներով մեր ունեցած այդ կալիբրին, բայց քանի որ լոգիստիկ խնդիրներ կարող են լինել ինչ-որ պահի, նաև հարց առաջանում տեղում դա արտադրել։ Այս խնդիրը լուծվում է արդյոք թե ոչ։ Հարցը դիվերսիֆիկացիայի մասին։ Դիվերսիֆիկացիայի։ Տեսեք, հենց շատ հետաքրքիր ու լավ հարց տվեցիք։ Այսօրադրությամբ մեր Հայաստան նույն արկերը օրինակ։ Տեսեք, այո, ունենք նոր զինատեսակներ, որը նախկինում երբեք չենք ունեցել, 155 մմ հրանոթների մասին է խոսքը եւ այլ զինատեսակներ, որոնք մեր ներքին արտադրողները ուսումնասիրում են այդ բոլոր արտադրանքները, հա, այսինքն եթե հարցը գալիս է արկերի վերաբերյալ, եւ շատ արագ մենք կարում ենք տվյալ արտադրատեսակի նմուշները ստանալ, փորձարկել եւ մատակարարել մեր բանակին։ Այսինքն, բայց այն ինչ որ այս պայդրությամբ անում է մեր պաշտպանության նախարարություն, ունենալով մեր քաղաքական, ունենալով մի քանի պետության կողմից մատակարարող զենքեր, այսինքն մենք այսօրադրությամբ Ֆրանսիան, Հնդկաստան, Ֆրանսիան, այսինքն սա թույլ է տալի շատ կարևոր է մեր համար, շուտ է տալի, որ մեզ թույլ է տալի, որ մեր պաշտպանության նախարարությունը կարողանում է ընտրել լավագույն զենքը։ Այսինքն սա շատ կարևոր է, այսինքն մինչև 18 թվականը մենք ունենք միակ մի մատակարար, դա Ռուսաստանը։ Այսինքն ունենք ընտրության հնարավորություն, որը թույլ է տալիս առավել օպտիմալ տարբերակ ընտրել։ ԱԹՍ-ների աճող դերի եւ նշանակության մասին այսօր բոլորն են խոսում։ Մենք եւս 44 օրյա ընթացքում ցավոք սրտի տեսանք հակառակորդի կողմից դրանք լայնորեն կիրառելու մեզ համար դառը հետևանքները։ Այսօր Հայաստանում մի շարք ընկերություններ կան, որոնք մասնագիտացած են տարատեսակ այդ թռչող ապարատների արտադրության մեջ, որքանով է բանակի համալրման գործընթացն առաջ գնացել, ինչ ունենք այս պահին։ Տեսեք, ես զերծ կմնամ որոշակի թվեր ասելու, բայց կարող եմ ասել, որ ունենք մի քանի կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում, որոնք անցել են պետական փորձարկումները, ունեն շատ լավ արտադրատեսակներ եւ մեր բանակը իրանց արժեվ դրված, այսինքն խնդիրը ինչ որ դրել է, նաեւ մատակարարման մասով, իրանք ժամանակին կատարում են։ Այսինքն չունենք խնդիր մի կազմակերպության հետ, որ կա պատվեր եւ այդ կազմակերպությունը չի կարողանում մատակարարել, բայց այստեղ մի կարևոր հարց կա, ես կուզենայի սա նշենք, օրինակ եթե վերցնենք ԱԹՍ-ների հետ կապված, դա այն զինատեսակներից, օրինակ ԱԹՍ-ն հրանոթ չի, որ ինքը միշտ ոնց որ ստանդարտ արդիական կա։ ԱԹՍ-ն ինքը բարելավման ինքը մշտապես պետք է կատարելագործվում է եւ այդ մեր խմբերը եւ այդ կազմակերպությունները կամ կարելի ասել ամեն տարի ինչ որ նոր մտքեր, նոր նմուշներ, այսինքն մենք փորձում ենք ժամանակի հետ շարժվել ԱԹՍ-ների արտադրության մասով։ Իսկ կոնկրետ ԱԹՍ-ների մասով մենք հիմնականում մեր տեղական արտադրության վրա ենք զարկ տալիս, շեշտը դնում, թե նաև արտերկրից էլ ունենք նմուշներ ներկրում։ Կան, եկեք ԱԹՍ-ների վրա ընդհանուր առմամբ ես ասեմ, այո, կան զինատեսակներ, որոնք Հայաստանի Հանրապետության մեր ռազմարտությունաբերողները այս պայն հնարավորություն չունեն դա արտադրել, սակայն մեր բանակը մեր անվտանգության համար դա անհրաժեշտ է։ Բարձր գնումները կատարվում են դրսից։ Այսինքն դա նաև վերաբերում է ԱԹՍ-ներին։ Գուցե հարցս մի քիչ ժամանակավրեպ հնչի, ամեն դեպքում ես տամ տեսեք տարվա մեջ 1 կամ 2 անգամ տարատեսակ միջազգային ցուցահանդեսների ենք մենք մասնակցում, ինչ ընթացքի մեջ առասարակ միջազգային շուկա դուրս գալու այդ հարցը ունենք կամ տեսանելի ապագայում կունենանք նմուշներ, որոնք կհետաքրքրեն նաև մեր գործընկերներին։ Ասեմ ձեզ, այո, ունենք մոտ 5-6 կազմակերպության արտադրատեսակ, որ այս ցուցահանդեսների պետության կողմից այդ հնարավորություն է տրվել մեր արտադրողները, որ մասնակցեն այդ ցուցահանդեսներին, եւ ունենք արդեն դրական առաջընթաց, նաեւ ունենք կազմակերպություններ, որոնք պայմանագրային փուլում են, այսինքն որը շատ ողջունելի է եւ հուսով եմ, որ մոտ ժամանակներս արդեն Հայաստանի Հանրապետությունը
կփորձի արտահանել իր արտադրատեսակներից որոշակի տեսակներ էլի դուրս կարտահանել։ Արտադրատեսակների համար նաև դուք իհարկե մասամբ այդ թեմային անդրադարձաք, բայց կուզենամ եթե հնարավոր է մանրամասնեք կոմպոնենտների ներկրումը լոգիստիկայի հետ մենք խնդիրներ ունենք այսօր չունենք։ Տեսեք, ոնց է հարցը միշտ տալիս են, մենք ունեցել ենք նման խնդիրներ, ունենք այդ խնդիրը կա, բայց փորձում ենք այդ հարցին լուծում տանք, բայց արդեն արտադրողները այդ ոնց որ հունի մեջ են ընկել եւ այդ խնդիրները իրենց լուծում։ Այստեղ քանի որ եւ արտադրողի անձնական գուցե նաեւ կապերի հարցը կա եւ պետության միջամտության հարցը կա, ուզում եմ հասկանալ օրինակ ձեր գնահատմամբ պետությունն է ավելի արդյունավետ, թե տեղական արտադրողը ինքը իր հնարավորություններով այդ ճանապարհը բացի, որ այդ կոմպոնենտը գա։ Տեսեք, կան կոմպոնենտների այսինքն տեսակներ, որոնք որովհետև բիզնեսը միշտ իր ճանապարհը գտնում է ամեն դեպքում։ Միանշանակ, այո, որ ավելի լավ կլինի, որպեսզի բիզնեսը, այսինքն այն մարդիկ, ովքեր արտադրում են իրենց արտադրատեսակը, որ օգտագործում են կոմպոնենտները, արտադրողները ասում են մենք մեր խնդիրները կլուծենք, բայց երբ որ հարցը գալիս է արդեն պետության կողմից միջամտելու ինչ որ հարցերում, այո, պետությունը պատրաստական է ու միշտ այդ հարցին մենք փորձել ենք լուծում տանք, բայց ընդհանուր առմամբ արտադրողները այդ խնդիրը իրանց վրա է դրված, իրանք այդ խնդիրը կատարում են։ Պարոն Միրաբյան, վերադառնանք կատարողականին, եթե տարվա կտրվածքով նախատեսված գումարի մի մասն է ծախսվում, ինչպես 24 թվականին, այդ եղած գումարը դա ամեն դեպքում դա մնում է հաջորդ տարվա համար, եթե ըստ անհրաժեշտության նորից այդ գումարը ներդնելու, թե դա արդեն ուղղվում է այլ ոլորտների։ Ուղարկվում է այդ պետբյուջե, արդեն կառավարությունն է որոշում, թե այդ գումարը ուր կգնա։ Այսինքն նկատի ունեմ մենք ունենք որոշակի ֆինանսական բարձիկ, ֆինանսական ռեզերվ, որ ըստ անհրաժեշտության այդ գումարները ուղղվեն այդ ոլորտին, եթե ինչ-որ մի նոր, ինչ-որ հետաքրքիր հնարավոր կա լինի։ Դե ես նշեցի, որ եթե հարցը վերաբերում է գիտական կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով, եթե ունենք մի գիտական առաջարկ, որը մեր պետության համար շատ կարևոր է ու դա պետք է հրատապ արվի, մենք ֆինանսական խնդիր չունենք։ Իդեպ 25 թվականին ինչ պատկեր ունենք։ Կամ ինչ պատկեր կունենք։ Ես սպասում եմ, որ այդ հարցը կտակ։ Մեկ ամիս է մնացել, դրա համար հետաքրքիր է իմանալ։ Ռազմաարդյունաբերության կոմիտեի արդյունքը մենք կստանանք վերջնական կլինի, ինձ թվում է մինչև դեկտեմբերի 5-ը նոր կլինի, որովհետև այնտեղ էլ կան որոշակի ընթացակարգեր, ես գիտեմ, որ կան գիտահետազոտական աշխատանքներ, որ արդեն ռահի նիստով անցել են, հա, թե ինչ պատկեր մենք կունենանք, դա կերևա արդեն ինձ թվում է դեկտեմբերի մինչև 5-ը արդեն մենք այդ պատկերը կունենանք։ Այսօրվա դրությամբ հայտարարել, թե ինչքան գումարն է ծախսվել ռազմաարդյունաբերության կողմից, ես զերծ կմնամ ասել։ Քանի որ դուք նաև պաշտպանության հանձնաժողովի հանձնաժողովում եք, մի երկու հարց էլ նաև ձեր այդ պրոֆիլին վերաբերվող, բայց ամեն դեպքում էլ է սպառազինությանը հետ կապ ունեցող, վերջերս արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Հայաստանը հրաժարվել է հնդկական Tejas կործանիչներ ձեռք բերելուց, դրանցից մեկի ավիավթարի հետևանքով։ Ունեք ինֆորմացիա, մենք իսկապես նման բանակցություն վարել ենք հնդկական կողմի հետ։ Անկեղծ ասած չունեմ նման ինֆորմացիա, որովհետև դա պաշտպանության նախարարության դիրույթում է, ինքն է այդ հարցը ինքն զբաղվում դրանով։ Հա։ Նաև մոտ 2-3 շաբաթ առաջ դարձյալ ԶԼՄ-ների մակարդակով տեղեկատվություն կար, որ մենք բանակցություն ենք վարում 8 կամ 12 Su-30 MK կործանիչ ձեռք բերելու դարձյալ Հնդկաստանից։ Իհարկե պաշտպանության նախարարը հերքեց իր ճեպազրույցներից մեկում, բայց միևնույն է ավիացիայի զարգացումը մեզ համար կարծես թե առաջնահերթություն է եւ այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ձեր կարծիքով բավարար են թե ոչ։ Տեսեք, ինչ վերաբերում է Սուերի հետ կապված, այո, ես ավելացնելու բան չունեմ, պարոն Պապիկյանը իր տված հարցազրույցում ասեց դրա մասին, թե աշխատանքներ տարվում են, այո, տարվում են, թե ինչ, ես չեմ կարող բարձրաձայնել, միանշանակ մեր պաշտպանության նախարարությունը այդ հարցին շատ ուշադիր է։ Մենք նաև մեր ավանդական ռազմատեխնիկական գործընկերոջ հետ ամեն դեպքում պահպանում ենք որոշակի հարաբերություններ, խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է,
Գիտենք, որ 21-22 թվականներից հետո որոշակի ժամկետների եւ տեմպերի մատակարարումների հետ կապված խնդիրներ էին առաջացել, նաեւ ֆինանսական այդ խնդիրներ առաջացան, կարծես թե դրանք լուծվել են, բայց ինչպես կարելի է հասկանալ, ինչ որ մի մասով այդ պայմանագրերի կատարումը ընթացքի մեջ էր։ Պարոն Մերաբյան, տեղյակ եք, ինչ է գալիս, կատարվում է արդյոք, դեռ ունենք այնտեղից ինչ որ խմբականակ, որը դեռ պետք է կա որոշակի խնդիրներ, կան որոշակի պայմանագրեր դեռ որոնք ավարտին չեն հասել, սպասենք, տեսնենք ինչ, այսինքն դա ասում են կկատարվի, բայց ունենք պայմանագրեր, որոնք չեն ժխտում, որ կտան, այսինքն ընթացքի մեջ է։ Պարոն Մերաբյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մերաբյանը։ Կհանդիպենք։